Ուրեմն առաջինը ԿՊ-ն պրոկրեմլյան ուղղակի ստվերային տարբերակով, բայց նույն կախվածության ժամանակակից զանգվածային մոդել է։ ԿՊ-ն շատերի պատկերացմամբ արևմտամետ կամ եվրոպամետ իշխանություն է։ Այդ պատկերացումն էլ ձևավորվել է իրենց պետական քարոզչության, արևմուտքին դուր գալու համանման գործողությունների ու արտաքին PR-ի շնորհիվ։ Բայց իրականությունը այլ է։ Ու ես ասում եմ ոչ թե որպես կարծիք, այլ որպես անշեղ տրամաբանական հետևություն։ Կխնդրեմ ուշադիր լսեք։ ԿՊ-ն Ռուսաստանի համար ամենաընտիր գործիքն է, ուղղակի առանց Ռուսաստանի դրոշը կրելու։ Ռուսաստանին այլևս պետք չէր Հայաստանի բացահայտ ռուսամետ ղեկավար, որովհետև իրանց քաղաքական հետախուզական ինստիտուտները լավ աշխատում են Հայաստանում ու պարզ էր դարել արդեն, որ ժողովուրդը Ռուսաստանին այն առաջվա նման չի ընդունում։ Դրա համար պետք էր իշխանություն, որը արտաքինում խաղար արևմտամետ ու ժողովրդավարական կոստյումով, իսկ ներսում իրականում կպահեր նույն կախվածության բոլոր մեխանիզմները։ Նայեք, էներգետիկ համակարգը, սահմանային քաղաքականությունը, ռազմական ճակատագրերը տարբեր, այդ հապկական մտածողության մնացորդները, պետական անվտանգային կառավարման ռուսական բացվածքներն ու լիքը նման բաներ։ Դե ասեք որ տենց չի։ Բայց ո՞նց է ԿՊ-ն հակակրեմլյան իշխանություն։ Սա էլ հերթական ապացույց է նրա, որ Նիկոլը իր աջակիցներին էշիկներ վերած պահում է, դրանք էլ ծափ չեն տալի։